Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Փետրվարի 19-ին նա Վաշինգտոնում կմասնակցի Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։ Եվրոպական միության խորհուրդը Սատու Կոյվուին նշանակել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավարի պաշտոնում, այս մասին նշված է Եվրոպական խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։ Ավստրիայի Սանկտ Փոլթեն քաղաքում մեկնարկել է եպիսկոպոսաց հավաքը, որին մասնակցում են հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ամենայն հայոց կաթողիկոսության 25 արքեպիսկոպոսներ եւ եպիսկոպոսներ։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով հարուցված քրեական գործի պատճառով ամենայն հայոց կաթողիկոսը չկարողացավ մասնակցել հավաքին։ Գնդերեսների ծառայության խոչընդոտումը կամ սահմանափակումը զինված ուժերում որևէ լավ նպատակի չի բերի հենց բարոյահոգեբանական իմաստով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Վեհապար Հայրապետի եղբոր եւ եղբորորդու խափանման միջոց կալանքը փոխվել է։ Նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինեց տնային կալանքով 3 ամիս ժամկետով։ Փոխվել է նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված նոր քրեական գործով նախաքննության փուլում կիրառված խափանման միջոցը երկրից չբացակայելու արգելքն ընդհանրապես վերացվել է։ Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն դատարանից։ Բացառում ենք համագործակցությունը քաղաքացիական պայմանագրի, նրա արբանյակների, ինչպես նաև նախկին իշխանություններին ներկայացնող ուժերի հետ։ Այս մասին այսօր հայտարարել է հայկական ՔՎ կուսակցության առաջնորդ Ավետիք Չալաբյանը։ Դատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից օգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք եւ շուրջ 12 միլիոն դրամ։ Փետրվարի 18-ին Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում, որի հետևանքով Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 մարդ, մեկը մահացել է, երկուսի վիճակը ծայրահեղ-ծանր է։ Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգով եւ ատրճանակից կրակված մի քանի պարկուճ, արնանման հետքեր, դանակ, Lexus, որի վրա առկա են կրակոցի հետքեր։ Մոսկվայից արձագանքել են երկաթուղու կոնցեսիոն կառավարման պայմանագիրը երրորդ կողմին փոխանցելու Նիկոլ Փաշինյանի առաջարկին։ Ինչ որ տարօրինակ հայտարարություններ են, հայկական երկաթուղին արդեն ավելի քան 20 տարի գտնվում է Հարավկովկասյան երկաթուղի ընկերության կառավարման ներքո եւ այդ ընթացքում ռուսական ընկերությունը կայուն կերպով կատարում է պայմանագրի բոլոր պայմանները։ Երևանում հավանաբար մոռացել են այդ մասին, ասել է Մարիա Զախարովան։